օրերի համար, այն գալիք օրերի համար, այն ապագայի համար Աստված իր ժողովրդին նորոգում է, լեցնում է, սորացնում է, որպեսզի այն օրերի նրանք անցնեն ինչ որ դժվարություններով, ինչ որ խնդիրներով, ինչպես անցնեն ամուր, հաղթական, զորավոր, ինչպես կարող է հաղթական մարդ լինել, եթե Աստծո տան մեջ չլիներ։ Մենք Աստծո ներկայության վկաներն ենք, որ մենք ամեն անգամ կանգնելուց ասում ենք, Տեր, ինչ հրաշալի է քո ներկայությունը, մի բան դու անում ես իմ կյանքում, մի բան դու փոխում ես իմ կյանքում, Տեր, չգիտեմ ինչ ես փոխել, բայց ես զգում եմ, որ իմ կյանքում մի բան դու արել ես։ Սա պատճառը նա է, որ նրա ներկայության մեջ ես դու, նրա ներկայության հետ ես դու։ Ինչքան կարևոր էր Հիսուս Քրիստոսի խոսքը, երբ որ Հիսուսն ասեց, մենք տեղ հավաքվել է բաց մի թողեք։ Հիսուս Քրիստոսը մարգարե և ամեն բան էր մեր Աստված և ամեն ինչ գիտեր մեր Տերը և դրա համար Հիսուս Քրիստոսն ասում էր մեկ տեղ հավաքվել է բաց մի թողեք։ Ինչի համար էր այդ իմաստուն խոսքը, ինչի համար էր այդ պատվերը, որպեսզի միասին հավաքվենք, նրան պաշտելով, նրան երկրպագելով, զորանանք մենք, ուժեղանանք մենք, նրա հոգով լցվենք մենք։ Շատ կարևոր էր Տիրոջ ասած այդ խոսքը։ Ծննդոց 49-ի 1-ում և Հակոբը կանչեց իր որդիներին և ասեց. ժողվեցեք, որ պատմեմ ձեզ, ինչ որ պատահելու է ձեզ վերջին օրերը։ Հակոբը Աստծո մարդը ինչ էր անում իր որդիներին։ Հակոբը լավ առաջնորդվեց, Տիրոջ խոսքը լավ ընդունեց և հասկացավ ինչի մասին է խոսքը։ Հավաքեց իր որդիներին, որ իմացնի, որ խորհուրդ տա, որ հայտնի, ասма հայտնեց, այո, կանչեց որդիներին և ասեց, միտեղ գրված է հայտնեց, որպեսզի մարդիկ իմանան, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն։ Աստծո տան մեջ սիստեմատիկ մասնակցությունը բերում է մարդու հոգևոր կյանքի առատությունը նրա առաջ։ Եթե մենք դժվարանանք և չմասնակցենք և չհավաքվենք, մենք չենք կարող տաք լինել, մենք սառը կլինենք և ավելի վատ գնալով։ Այս ընթացքը Տիրոջ հետ պատրաստում է մեզ, որպեսզի ապագայի օրերը անցնեն զորավոր Հիսուս Քրիստոսի հետ։ Եփեսացիների 6:13-ում ասում է. Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կանգնել չարության օրումը և ամենը կատարելով հաստատ կանգնեք։ Աստծո սպառազինությունը ամենը կատարվում են այստեղ, Աստծո խոսքի մեջ, Աստծո տան մեջ։ Աստծո սպառազինությունը այն սաղավարտն է, այն գլխարկն է, որ պաշտպանված է մեր միտքը չար աշխարհից, անհավատությունից, փուչ կյանքից, մեր մտքին ինչ-որ հարվածներ են գալիս աշխարհից, որպեսզի մեզ տանի և կործանի, բայց երբ որ մենք այստեղ պաշտպանված ենք լինում,
Փրկության սաղավարտից, այդ գլխարկից մենք արդեն լիարժեք պաշտպանված ենք Հիսուս Քրիստոսի սպառազինությունն է։ Երբ որ մենք մեր ձեռքը վերցնում ենք Տիրոջ խոսքը, Տիրոջ սուրը, երկսարի սուրը, երբ որ այն խոսքը աշխարհից որ գալիս է մեզ վրա, մենք կարողանում ենք հասկանալ եւ կարողանում ենք կտրել այդ սրով, այդ փուչ խոսքը, այդ աշխարհի խոսքը, որը կյանք չունի իր մեջ, խանգարում է մեզ։ Եվ երբ որ մեր մեջքին այդ սպառազինության զենքերից մեկն էլ այդ գոտին է ճշմարտության, Տիրոջ խոսքը, եթե Տիրոջ խոսքը մեր մեջ որպես ճշմարիտ խոսք չկա, մենք չենք կարողանում տարբերել աշխարհի խոսքը որն է ճիշտ, որն է սխալ։ Բայց երբ որ մենք ունենք Տիրոջ ճշմարտությունը, ամուր կապում ենք մեր մեջքին, որ դա չարձակվի, այդ ճշմարտությունով մենք տարբերում ենք աշխարհի խոսքը եկեղեցու խոսքից։ Ինչ հրաշալի է, երբ որ սպառազինությունը մարդու կյանքում գոյություն ունի։ Այն կոշիկները, որ դու հագնում ես, հոգևոր կոշիկների մասին է խոսքը, որ Աստված մեզ կոշիկներ է տալիս ավետարանը խաղաղությամբ տարածելու, քարոզելու, վազելու, այդ կոշիկները մենք պիտի գիտակցաբար հագնենք, հասկանալով Քրիստոս Հիսուսի մահվան մասին պիտի պատմենք, մենք պիտի վկայենք մարդկանց, որպեսզի մարդիկ դարձի գան, ամեն։ Սա է սպառազինությունը Տիրոջ, որ մենք պիտի ունենանք, եւ այն վահանը, միշտ որ ամեն ինչից, երբ որ դու պահում ես, պաշտպանվում ես, ամբողջ քո հոգևոր անձի առջև, երբ որ դու դնում ես, այդ վահանը դու պաշտպանվում ես, այդ վահանն էլ է շատ կարևոր, ամեն զրահն է շատ կարևոր, ամեն բան շատ կարևոր է, եւ հենց այնպես հռոմեացիների ժամանակ այդ հայտարարությունը հենց այնպես չի արել, այն առաքյալը, որ նման զենքերով զինվեք հոգևոր կյանքի մեջ, որովհետև դրանք ձեզ կպաշտպանեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս անելով զորանում ենք, նրա հետ լինելով լցվում ենք, նորոգվում ենք եւ բարի լուրը ավետարանում ենք մարդկանց, պատրաստ ենք արդեն նրանց բարի լուրը տարածելու, ամեն։ Եթե մենք պատրաստ չլինենք, մենք չենք կարողանա մարդկանց պատրաստենք դեպի Տիրոջ տունը գալ։ Մենք առաջինը պիտի պատրաստ լինենք, մենք առաջինը պիտի լեցված լինենք, մենք առաջինը պիտի մեզ վրա ուշադրություն դարձնենք, իմ վրա կա սպառազինության զենքերը, թե ոչ, մենք պիտի վերանայենք մեր կյանքերը, մենք պիտի վերանայենք մեր հոգու ընթացքը, ես որտեղ եմ կանգնած, ես որտեղ եմ հասած, բայց Աստված շատ կարևոր է համարում այդ ամենը։ Երկրորդ Կորինթացի 4:16-ը նրա համար չենք թուլանում այլ թեև մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է։ Մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր զորանում է, օրեցօր ավելանում է։ Մեր դրսի մարդը փչանում է, այսինքն Հիսուսն ասեց,
Երբ որ ծորենի հատիկը չընկնի հողի մեջ չփչանա, ինքը կյանք չի տա, չի կարող կյանք տալ, չի կարող ծռել։ Երբ որ մեր դրսի մարդը սկսում է ապաշխարել, մեր անձը սկսում ենք ուրանալ Հիսուս Քրիստոսի համար, կամաց մեր մարմնավոր գործերը փչանում են, հետ են նահանջում, որովհետև ներսի մարդը օրից օր բարձրանում է և խեղճացնում է ում մարմնավոր բնավորություն գծերին, ամեն, կարող ենք այսպես հասկանալ, որ հոգևոր մարդը, երբ որ լեցված է օրից օր զորանում է նա, կարողանում է իշխել ամեն տեսակի մարմնավոր իրավիճակների վրա և իջեցնել նրանց և ջարդել նրանց խոսքը չկատարել, նրանց բնավորությունը թույլ չտալ, որպեսզի նրանք բարձրանան։ Եվ սա է, որ Աստված մեզ տանում է դեպի առաջ և օրեցօր լցնել մեզ։ Եվ այդ կյանքից հետո դու չես կարող ուղղակի ինչ-որ մեկին չբռնել և չպատմել քո կյանքի մասին։ Դու չես կարող Տիրոջ հոգով լցված, Տիրոջ խոսքով լցված, չբռնես մեկին և չասես գիտես ինչ կա, ես բան ունեմ պատմելու քեզ։ Եվ նա ասում է ինչ, և դու սկսում ես քո դարձի գալը պատմել։ Ամեն։ Մենք ենք մեր կյանքի վկաները, դու ես քո կյանքի վկան։ Ես չգիտեմ դու ինչպես ես ապաշխարել, ես չգիտեմ դու ինչ իրավիճակումից ես դու ապաշխարել, միայն դու գիտես շատ հրաշալի կերպ, և դու կարող ես հիշել և պատմել այն մարդկանց, որ դու դարձի ես եկել Հիսուս Քրիստոսին։ Նույնը Պողոս առաքյալը ինքը պատմում էր մարդկանց, իր դարձիքներն էր պատմում։ Երբ որ մարդկանց հանդիպում էր, և նա առաջնորդվում էր, որ իր կյանքը պատմի մարդկանց, որովհետև շատ շատերը իրեն ճանաչում էին շատ հրաշալի։ Եվ երբ որ ինքը իր դարձիքներն էր պատմում, մարդկանց մեջ մի բան փոխվում էր։ Երեկ ես Գեղարդում էի, մարդ էի տարել այդտեղ, և մի մարդ եկավ, ահագին տարիքն առած, պապիրոզը ձեռը արդեն էլ չէր կարող շնչել, մի փոքր դիք էր բարձրանում էր, և մի 3 մետրի վրա հոգնած սենց կանգնավ, չգիտեմ չում իշում ինչ ասի, ուշադրություն դարձրեց իմ խոսքի վրա, ասի ես էլ էի ծխում, բայց դիմի ամենակարող Աստծուն, հենց սենց, բայց դիմեցի ամենակարող Աստծուն և ինքը ինձ կամքի ուժ տվեց, ես ազատվա այդ պապիրոզից և 26 տարի է ես չեմ ծխում։ Մեկ էլ տենամ, ինքը մի 3 մետր են կոմեջ, մեկ էլ տենամ, մոտիկացավ եկավ կանգնավ կողքս։ Բայց ես դա մտածված ինչ-որ բան չմտածեցի, որ հեսա պիտի ինքը գա կանգնի իմ կողքը։ Երբ որ դու քո կյանքից բան ես պատմում, կատարված բան, նրա մասին ես պատմում, թե ինչ արեց քո կյանքում, մարդիկ կմոտենան, անգամ դու չես զգա, կգան կանգնեն կողքդ և կասեն հլը պատմի տենա մեր ինչ կա։ Եվ ես սկսեցի խոսալ Հիսուսի մասին, թե Հիսուսը ինչ կարա անի մարդու, և ես մանրացա, ոնց որ Պողոսն էր մանրանում։ Ես էլ մանրացա, հիշա Պողոսին
ասի Պողոս ջան, ես էլ եմ անում քո պես, որովհետև ես տեսա ոնց արեցիր դու եւ մարդկանց պատմեցի քո դարձի գալը եւ մարդիկ ասեցին մի րոպե Պողոսը այդ տիպի մարդ Աստված հանդիպեց եւ Պողոսի պես մարդ փոխվավ, ես էլ եմ ուզում փոխվել։ Եվ մարդիկ սկսում են իրանց խորը կյանքերից պատմել, մեկ էլ մի պահ հիշել, որ ես էլ Աստծուն մի բան էի խնդրել։ Այսինքն, խոսիր մարդկանց, վկայիր մարդկանց քո դարձի գալը։ Մենք մտածում ենք, ասում ենք, Տիրոջից խոսք չունեմ, որ ես ավետարան եմ։ Ես մի տեսակ առաջնորդություն չունեմ, որ ավետարանչություն անեմ կամ տվյալ պահին ավետարանը խոսեմ։ Առաջնորդությունը արդեն Տերը տվել է։ Մեզ պետք է ստեղ, առաջինը ստեղ, հետո նոր ստեղ մտածենք ինչ անենք Տեր քո համար։ Եվ Տերը կասի ինչ անենք։ Ես մի օրինակ եմ ուզում բերել։ Մի մեծ այգի տեսեք, պտղաբեր ծառերով։ Եվ այգեպանը այդ այգու մեջ եւ շատ աշխատող մարդիկ մտնում են այգի։ Ու կանգնած են։ Բայց նրանց մեջից մարդիկ կլինեն եւ կասեն այգեպան, ինչ անենք քեզ համար։ Եվ այգեպանը կասի դու բերք հավաքիր։ Մեկ ուրիշին կասի ծառը ջրիր։ Մեկ ուրիշին կասի խոտերը հնձիր։ Այսինքն, երբ որ մենք մտածում ենք ինչ անենք Տեր, Տերն ասում է ինչ անենք։ Ինչի համար, որովհետև Տերը սպասում է հոժար ինչ անենքի։ Երբեք Աստված ուղղակի մեր տեղը նստած, հանկարծ չի հայտնվի Աստված մեզ եւ ասի Արմեն դիվանից վեր կաց եւ գնա կողքի շենք եւ այդ մարդուն բռնիր եւ սկսի խոսել։ Ոչ։ Երբ որ մենք գիտակցում ենք ինչ կարող ենք անել մեր Տիրոջ համար, Աստված քեզ հրաշալի միտք է տալի։ Ամեն։ Գործ առաքելոցը 26-ի 17-ի որ ազատեն քեզ այն ժողովուրդիցը եւ հեթանոսներիցը, որոնց մեջ ես հիմա քեզ ուղարկում եմ, նրանց աչքերը բանալու եւ խավարից է դեպի լույս դարձնելու և սատանայի իշխանությունից է դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատացողները, ինձ հավատալով։ Երբ որ Պողոս առաքյալին Հիսուս Քրիստոսը հանդիպեց և ուզում էր ուղարկեր, մեզ է ուզում ուղարկել Աստված։ Համաձայն ես, Աստված մեզ է ուզում ուղարկել։ Մեր շրջապատը լիքը մարդիկ կան, որ նրանց մենք պիտի ավետարանը քարոզենք։ Նրանք կարիքը ունեն, որ Աստծո խոսքը, Աստծո մասին նրանք լսեն, նրանք չեն կարող կան ասել, մեզ մի քիչ Աստծո խոսք խոսացեք, որովհետև ինչպես առաքյալն ասեց, նրանք կենդանի մեռելներ են, մեռած մարդու ուզում եք փորձեք, ինչքան ուզում եք երգեք, քարոզեք, բզեք, մեռած մարդը, ինքը չի լսում, բացարձակ, բայց երբ որ այս խոսքը, այս կենդանացնող խոսքը, Հիսուս Քրիստոսի մասին խոսքը, կենդանի մեռելներին, երբ որ մենք խոսենք, մարդիկ կլինեն, որ չեն լսի, ոչինչ, Հիսուսի ժամանակել է եղել, որ մարդիկ են եղել, առամարել են, չեն լսել, ականջի հետև են գցել,
բայց մարդիկ են եղել, որ Հիսուսին են դարձել։ Մենք պիտի հավատալով այս խոսքի զորությանը, մենք պիտի խոսենք մարդկանց, նրանք դարձի կգան, չեն գա, նրան է այս գործը, ում կգթամ, ում կողորմամ, այն հոգը մեզ վրա չի, նրա վրա է, բայց մեր գործը մենք պիտի գործենք։ Աստված մեկի միջոցով մեզ ազատեց դժոխքից, կործանումից հավիտենական, այո, ինչ որ մեկի միջոցով ինձ և քեզ ազատեց և Աստված մեզ ինձ և քեզ ընտրեց, որ մենք էլ միջոց լինենք այն մարդկանց ազատենք Հիսուս Քրիստոսով։ Ինչ որ մարդու ընտրեց, մեզ ազատեց և հիմա էլ մեր հերթն է ժողովուրդ։ Մենք պիտի նրանց Հիսուս Քրիստոսով փրկենք, ամեն։ Ղուկաս ավետարանում 4:18-ում ասում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծել է ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու։ Մենք դուրս են գալիս ինչ որ մի օր ավետարանը խոսելու, ավետարանը քարոզելու և տարբեր տեսակի մարդիկ ենք տեսնում մենք։ Եվ տեսնում ենք ինչ որ վիճակներով, խնդիրներով, ֆիզիկական, մարմնավոր խնդիրներով և մարդկանց մենք քարոզում ենք, ասում ենք հեսա, նրանք կսկսեն ցատկոտել, նրանք կսկսեն տեսնել, նրանք կսկսեն լսել։ Մենք առաջինը արձագանք ուզում ենք ֆիզիկապեսին նայել, բայց Հիսուս Քրիստոսը ամենաառաջինը հոգու աչքերին է կպնում, հոգու ոտքերին է կպնում, հոգու լսողությունը, տեսողությունը, մեր Տիրոջ համար առաջինը հոգին է կարևոր։ Նա կարևորում է առաջինը հոգին, երբ որ ասեցին քո բաճկոնը քո ձեռից կառնեն, ոչինչ, տուր նրանց։ Մարմնի մասին մի քիչ ասում էր, մի քիչ մարմնի մասին հոգտար, մի քիչ մարմնի մասին մտածի, բայց երբ որ ասում կգան քեզ կնեղեն, կհալածեն, ինչ որ վիճակի մեջ կգցեն, հանգարց ուզենան քո մարմինն էլ վնասեն, բայց ինքը մտածում էր, ասում էր, կարևորը որ քո հոգին է, որ գեհենը չընկնի, մի մտածի անգամ այս մարմնի մասին, միշտ Աստծո համար առաջի տեղում է հոգու փրկությունը և հետո դրանից հետո Աստված մարմիններ է բժշկում։ Օրինակ, Պողոս առաքյալը, երբ որ նա կուրացավ, չէ, կուրություն եղավ իրան, հիշում եք, գրված է։ Աստված առաջի հերթին Պողոսի աչքերը բացեց, ամբողջությամբ, Պողոս առաքյալի հոգու աչքերը Հիսուս Քրիստոսը բացեց, որ լիարժեք տեսնի Աստծո մեծությունը, ճանաչի Հիսուս Քրիստոսին և հետո դրանից հետո հոգաց Պողոսի կուրությունը, ասաց կգնաս Անանիա մարգարեի մոտ և նա կաղոթի և դու կբժշկվես։ Երբեք Աստված չի թողնում մարդուն, առաջինը հոգին է բժշկում և հետո մարմինը։ Միշտ Աստված երեկ, այսօր և հավիտյան միշտ նույն կերպ է գործում, լեցնում է մեր հոգին, մեր սիրտը և մենք կարողանում ենք նրա գործը ճանաչել և հասկանալ։ Նոյի ժամանակ, ինչպես որ բոլորս գիտենք, նրանք չգիտեին կործանումը երբ էր,
Այո։ Ոչ մեկ չգիտեր կործանում երբ ապրելու։ Բայց Աստված Նոյին պատգամ էր տվել։ Աստված Նոյին պատգամ էր տվել ասել էր. կառուցիր տապանը, որպեսզի ով որ մտնի տապանը նա փրկվի։ Այո, փառք Տիրոջ այդ օրերի համար։ Եվ Նոյը լսելով պատգամը Տիրոջ, այստեղ է տապանը, հեսա մեր տապանը։ Լսելով Տիրոջ պատգամը, տապանը սկսեց կառուցել։ Եվ տապանը կառուցելով ամեն անգամ դուրս էր գալիս մարդկանց քարոզում էր։ Ինչ որ ժամ էր ինձ թվում է, ինչ որ մի 2 ժամ կարող է եւ դուրս գար ժողովրդին ասել ժողովուրդ, այս տապանը որ կառուցում եմ, բոլորիս համար եմ կառուցում։ Եկեք խառնվեք այս տապանը կառուցելուն եւ դարձի եկեք Աստծուն պաշտեք, որպեսզի դուք եք փրկվեք։ Բայց մարդիկ ծաղրում էին։ Բայց մարդիկ չէին հավատում, որովհետեւ ոչ անձրև կար դե նորմալ, ոչ կարգին ծով կար, ոչ գետ կար կարգին, ոչ մի բան չկար ուզամբարի, սենց ասած։ Դրա համար իրանց մոտ առաջանում էր մի հատ ծաղրանք, առաջանում էր իրանց մոտ մի հատ անհավատություն, նոյ ես ինչ ես անում, մի փոքր գետ կար դե, ասում էին գոնե, ես գետի կողին սարքի, կգանք այդ օրը խաբար կանես, կգանք, ես տենց եմ պատկերացնում էլի, կբրտենք կհանենք ես գետի վրա, բայց ոչ, Նոյը անում էր այնպես, ինչպես Աստված էր ասել։ Եվ այսօր այս տապանը կառուցվում է, Տիրոջ տունը, Տիրոջ տապանը կառուցվում է, որ ով մտավ տապանի մեջ, նա կփրկվի։ Բայց տապանից դուրս մարդիկ էլ կան։ Տապանից դուրս մարդիկ էլ կան, որ չեն հավատում, կործանումին, որ ծաղրում են տապանի մեջ լինողներին և տապանի մեջ կառուցողներին նաև, այո, բայց Աստված պատգամը տվել էր, որպեսզի անպայման պատգամի մասին ասեր։ Մատթեոս ավետարանի 24:36-ում ասում է. սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակները և ոչ էլ որդին, այլ միայն Հայրը։ Մենք ոչ մեկս մեր վերջի օրը չգիտենք երբ է։ Սա խոսում է վերջի օրի մասին։ Մենք միշտ մտածում ենք հափշտակության մասին։ Մենք միշտ մտածում ենք մի լույս կլինի և բոլորս կտենանք, բոլորս չեն կարող տենալ։ Ոմանք մնացած կլինեն, ոմանք գնացած կլինեն, ոմանք էլ հետո կգան, այդ ու մասին է խոսքը։ Մենք ամեն օր կարիք ունենք մեր վերջի օրվա համար, ապահով լինելու, նրա հետ լինելու, որովհետև մենք չգիտենք վաղը ինչ է լինելու։ Միտք առնում եք ինչ եմ ասում։ Դու չգիտես վաղվա օրը, դու չգիտես վերջի օրը երբ է, սակայն այսօր պիտի ամեն բան գցես տեղը, սակայն այսօր դու պիտի տապանի մեջ լինես, տապարը կառուցես, Տիրոջ տունը կառուցես և Տիրոջ տան մեջ լինես։ Եվ Տիրոջ տունը գործելուց միայն չգործենք, միայն գործողներ չլինենք, ամեն, միայն Տիրոջ տան մեջ չվազենք, միայն Տիրոջ տան մեջ չմտածենք, ինչ անենք Տիրոջ տան մեջ, այո, շատ հրաշալի բան է, բայց նաև Աստված ուզում է, որ մենք և գործենք Տիրոջ տան մեջ, կառուցենք տապանը
Եվ դուրս գանք աշխարհը քարոզելու մարդկանց, որպեսզի գան այդ տապանի մեջ։ Աստծո նպատակը որն էր տապան կառուցելը, եթե ոչ մարդիկ։ Չգիտեմ ինչ եմ ես ստենց մտածում, բայց պահի տակ է գալիս մեկ-մեկ ստենց ասած։ Այն որ պիտի մարդիկ լցվեին այդ տապանի մեջ, ամբողջ կենդանությունը լսվան ժողովուրդ։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, բայց մեկ-մեկն ես բաներ է գալիս։ Աստված կենդանների խնայից ինչ մտածեց, Աստված գիտի ինչ է մտածել, բայց ինչ որ արեց, մենք բոլորս գիտենք։ Բայց այդ հսկա նավը, այդ հսկա տապանը նպատակը մարդիկ էին։ Առաջի հերթին նպատակը մարդիկ էին։ Եվ Աստված ողորմություն արեց այդ ընտանիքին։ Ամեն։ Նոյը և իր ընտանիքը հավատացին և մնացին մինչև վերջ։ Ինչքան որ կանցներ այդ ժամանակները, ինչքան ենք մնում մենք։ Ուզում եմ, որ միտք առնենք մենք բոլորս։ Նոյը և իր ընտանիքը մնացին մինչև վերջ և դրանք շատ տարիներ էին, գիտենք, շատ դժվար օրեր և տարիներ էին, բայց նրանք մնացին։ Նրանք չէին նայում դժվարությանը, նրանք չէին նայում անհարմարությանը, տապանի մեջ չկար այդպես հրաշալի հարմարություններ, բայց նրանք նայում էին մի բան, փրկությունը, նրանք նայում էին իրանց փրկությունը, նրանք իրանց դժվարությունները իրանց աչքերին չեր երևում, նրանց աչքերին գալիս էր մի բան, միայն փրկությունը, Աստծո փրկությունը, որ նրանք մտել էին տապանի մեջ, և նրանք համակերպվել էին, համաձայնվել էին, ապրել, գոյատևել նման տապանի մեջ, թեկուզ մի քիչ դժվարություն, թեկուզ մի քիչ պայմանները, ինչ-որ անհարմարություն, բայց նրանք ամուր էին բռնել այդ փրկությունը, Տիրոջ տված։ Այո, շատ դժվար էր, շատ հնարավոր է, որ մենք չհարմարվենք մեր տապանի իրավիճակներից։ Մի օր ասենք, ես ինչքան շատ ենք հավաքվում, մի օր ասենք, ես ինչքան շատ ենք խոսում, մի օր ասենք, ես ինչքան շատ ենք աղոթում, դուք պատկերացնում եք, այս հարմարավետությունը նրա պայմաններն են, մենք պիտի խոնարհվենք, մենք պիտի հնազանդվենք այս իրավիճակին, եթե դու մտել ես մի տեղ, այո, մի տապան ես մտել, այդ տապանում նման իրավիճակ է, դու պիտի նայես փրկությունը, ոչ թե նայես հնարավորությունը։ Եթե դու նայես հնարավորության, միգուցե դու դուրս գաս տապանից, միգուցե դու տապանը դրսից նայես, ինչպես մարդիկ դրսից նայում էին և արդեն ուշ է, Աստված դուռը փակել էր, որը Նոյը չէր կարող բացել։ Մի բան, որ Աստված փակում է, ինչքան էլ աղաղակենք, արդեն փակել է Տերը։ Նոյի ձեռը ճար չկար, որ դուռը բացեր, չէր էլ կարող դուռը բացել, որովհետև դա Աստված էր փակել։ Եվ ես ուզում եմ, որ այսօր մենք բոլորս որպես Աստծո մարդիկ, որպես Աստծո ընտրյալներ,
կանչվածներ մարդիկ, որ նրա ավետարանը քարոզենք մարդկանց, հասկանալով, մեր սրտի մեջ գիտակցելով, որ նրանք գնում են դեպի կորսվելու հավիտենական դժոխք։ Մենք լիքը բարեկամներ և հարազատներ ունենք, լիքը մարդիկ կան, որ մենք տեսնում ենք նրանց, բայց մենք չենք գիտակցում մի րոպե, այս մարդիկ գնում են հավիտենական կորուստի։ Մենք պիտի Աստծո խոսքը և հավիտենական կյանքի մասին պատմենք, և հավիտենական կորուստի մասին պատմենք։ Ամեն անգամ չի, որ մենք պիտի պատմենք Տիրոջ օրհնության մասին։ Միգուցե մարդիկ հոգնել են այդ լսելուց։ Ամեն անգամ ասում ենք Աստված կորհնի և Աստված կորհնի և մարդիկ միգուցե այդ օրհնությունը չեն ստանում, որովհետև առաջնորդությունը, առաջնահերթությունը նրա խոսքն է, ասում է երկնքի թագավորությունը փնտրեք, իմ արքայությունը ուզեք և ամեն բան ձեզ կտրվի կլինի։ Աստված չի ուզում, որ դու օրհնություն ունենաս, բայց նրա խոսքը չունենաս, նրա փրկության մասին դու չլսես։ Ամեն։ Աստված տալիս է ամենակարևորը, ինչի համար, որ Հիսուս Քրիստոսին ուղարկեց։ Եթե ամենակարող մեր Հայր Աստվածը և որդուն չխնայեց, այդքան կարևոր համարեց և որդուն զոհեց մեզ համար, նման բաները նա շատ կարևոր է համարում, որ առաջնայինը լինի Աստվածայինը, առաջնայինը լինի հոգունը, նոր հետո մարմնինը։ Եթե մենք ինչ-որ ժամանակներ, մենք մարմնավոր ինչ-որ բաներ չունենք, նրա համար չունենք, որովհետև հոգևորը չունենք։ Երբ որ մենք Աստծո հետ լավ ենք, ուրեմն մարդկանց հետ ենք լավ։ Եթե մենք մարդկանց հետ լավ չենք, ուրեմն մենք Աստծո հետ էլ լավ չենք։ Երբ որ մեր գործերը Աստծո հետ լավանում են, մեր սիրտը փոխվում է, նման ենք դառնում Աստծուն։ Երբ որ Աստծո սիրտը մտածում է ժողովրդի մասին, մենք էլ ենք կամաց սկսում մտածել ժողովրդի մասին, որովհետև Աստված մեր էությունը փոխում է։ Սա մեր գործն է։ Եթե մենք չկարողանանք քարոզել, եթե մենք չկարողանանք վկայել, ես մենակ մի բան եմ կարողանում հասկանալ, ուրեմն իմ կյանքը ինձ թույլ չի տալիս, որ ես վկայեմ։ Ուրեմն իմ քայլած օրերը համարձակություն չի տալիս ինձ, որ ես կանգնեմ և խոսեմ Հիսուսի մասին։ Եթե եկեղեցիները կաղում են ավետարանը չքարոզելու մեջ, ուրեմն նրանք ավետարանը չեն կատարում այս օրերի մեջ։ Եթե չես կարողանում համարձակ ասել, որ Հիսուսն այսպես է ասում, միգուցե ինքը կանգնի քեզ ասի, բա դու ինչի չես անում, ինչ կպատասխանենք մենք։ Ես մտածում եմ, որ մեզ ավետարանով լցվել է պետք, ավետարանի խոսքերով լցվել է պետք, Հիսուսը ինչի համար էր ամեն հարցով քարոզում, ուղիղ և համարձակ, որովհետև նա կատարյալ նրանց մեջ էր ամեն բան։ Հիսուս Քրիստոսի կյանքում ամեն բան կատարյալ էր։ Դրա համար էլ ամեն տեղ խոսում էր համարձակ, ամեն տեղ քարոզում էր ինչպես որ նա էր ուզում։ Բայց երբեմն մենք չենք կարողանում ինչ-որ մտքով, ինչ-որ խոսքով խոսել մարդկանց, բայց մենք հասկանում ենք, որ սա պետք է, կարիքը կա, մենք չենք կարողանում, որովհետև նայում ենք մեր կյանքին, որովհետև նայում եմ իմ կյանքին և ասում եմ, եթե ես այնտեղ չեմ, ես ինչպես այդ մարդուն ասեմ, արի այնտեղ։ Եթե ես չեմ կարողանում ամուր բռնեմ Տիրոջ խոսքը, Տիրոջ հետ լինել և ինչ-որ մարդկանց էլ ցույց տալ իմ կյանքով, ես
Ես ինչպես ասեմ այդ մարդկանց, եկեք Տիրոջը մեծարենք։ Ամեն։ Ավետարանչության ամենաուժեղ հոգին սա է։ Այս ավետարանը մեր հոգու մեջ ամենաառաջինը պիտի լինի։ Աստված բոլորիս տեսնում է, բայց Աստված չի ուզում, որ միայն մեզ նա տեսնի, ուզում է, որ մենք փոխվենք։ Աստված կոչ է անում մեզ, ամեն անգամ շարժում է մեզ։ Եթե հիշեք անցած կիրակի Թելման եղբոր քարոզը, եւ եթե մի հատ էլ հիշենք, մի հատ էլ հետ գնանք, ամեն անգամ խոսում են ավետարանչության մասին, խոսում են դրսի ժողովրդի մասին փրկվելու։ Աստված մտահոգված է մարդկանց փրկության համար։ Եկեք մտածենք, որ վերջի ժամանակներում ենք ապրում։ Եվ Աստված չի ուզում, որ Քրիստոսի այրանգինը քիչ մարդ փրկվի։ Քրիստոսի կատարած գործով քիչ մարդ փրկվի։ Աստված ուզում է մեզ բարձրացնի։ Աստված ուզում է մեր սրտի մեջ դնել, որ մենք կարողանանք նրանց խոսել։ Երբ որ մարդկանց քարոզում ես Հիսուս Քրիստոսի մասին, խոսիր, Աստծո խոսքի մեջ կա զորություն։ Մի մտածի, որ այս պահին կարող է ինքը տեսնի, կարող է ինքը չտեսնի, դու մի մտածիր, նրան ներսի հոգին դու չես տեսնում, նա է տեսնում, նա է կպնում այդ մարդում, երբ որ դու խոսում ես։ Շատ հաճախ մենք մտածում ենք, ասում ենք, մեր ձեռքը դնենք մարդկանց վրա ոտենք եւ սպասում ենք, որ մի բան պիտի կատարվի, բայց ոչ մի բան չի կատարվում։ Մեր աչքով ոչ մի բան չի կատարվում, բայց նրա աչքերով բան է կատարվում։ Մենք ուզում ենք ֆիզիկականը տեսնել, բայց Աստված մեզ ասում է հոգևորը տեսեք։ Աստված բժշկում է հոգիները եւ հետո նրանք այդ կաղերը, այդ ույերը նրանք կսկսեն ոտք առնել, գալ դեպի Աստված, գալ դեպի տապանը, նրանք աչք կբացվի եւ Աստծո խոսքը կտեսնեն, Աստծո գործը կտեսնեն, կգան Աստծո տուն, Աստծո տապան։ Մեզ մնում է, որ մենք ոչ թե հիմնավորվենք մեր վրա, ինչպես քարոզենք, այլ հավատանք Աստծո խոսքի զորությանը, որովհետև Հիսուսն ասեց Մատթեոս 28:19 Ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հորը եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուրեմն գնացեք։ Աստված չասեց առաջի շարքի մարդիկ միայն գնան։ Աստված չասեց ով որ կոչումով ավետարանիչ է միայն նա գնա։ Միայն առաքյալները գնան, միայն հովիվները գնան։ Ոչ, Հիսուսն ասեց գնացեք բոլոր ազգերին ավետարանը քարոզեցեք։ Մեզ է վերաբերվում բոլորիս մեր կյանքը ապրելով ինչպես դարձի եկանք առաստված պատմիր մարդկանց եւ քո կենդանի վկայությունը հավատում են, որ կազդի նրա վրա։ Ովքեր ուզում են թող կանգնեն ոտքի։ Այո, վերջացնում ենք, այո։ Ես չգիտեմ, դուք ժամին նայում եք, չեք նայում, ես ժամին չեմ նայում, ես նայում եմ նրան։ Մարդիկ նայում են ֆիզիկականին, մենք նայում ենք հոգուն։ Հոգին ինչ է ասում։ Միշտ մարդկանց աչքերը տեսողական բաների վրա է, բայց մենք պիտի սովորենք հոգու մեջ մտնել։ Ինչ է ասում հոգին։ Դրա համար պատրաստ ես այսօր այն աղոթքը անել, որ երբեք չես արել, որ այսօր մենք խոսացինք
Այն խոսքը ավետարանը քարոզելու մարդկանց։ Եվ դու մի մտածիր, որ դու մի մեծ պատգամ պիտի առնես և նոր հետո դու քարոզես մարդկանց։ Մենք պիտի մտնենք ավետարանի կյանքի մեջ և սկսենք այդ կյանքի մասին պատմել մարդկանց։ Եվ ես հավատում եմ, որ այդ մարդիկ Տիրոջը ընդունելով կգան այստեղ իրանց ապահովելու իրանց հոգին Տիրոջ խոսքի մեջ։ Աղոթքա ժողովին, երբ որ մենք հավաքվում ենք, այստեղ աղոթում ենք, աղոթք էր գնում և աղոթքի ժամանակ, այո Սուրբ Հոգին ասեց, երբ եք գնում, որ ես կատարեմ։ Երբ եք գնում, որ ես իմ գործն անեմ։ Ամեն։ Այսպես է թե չէ։ Մենք պիտի գնանք, որպեսզի Աստված գործի։ Եթե դու չգնաս հասնես Երևան, դու Երևանը այստեղից չես տեսնի։ Դու պիտի գնաս հասնես Երևան, որ Երևանը տեսնես։ Երևանի շարժը տեսնես, ամեն։ Սա մի հրաշալի օրինակ է, որ մենք կարող ենք մտածել։ Երբ որ որոշում ունենաս Տեր, ես դուրս եմ գալիս և մտածում եմ ինչ անեմ քեզ համար և վստահ եմ, որ Աստված կասի ում հետ խոսես և ինչ խոսես։ Եվ մենք պիտի արդեն շարժվենք ժողովուրդ։ Սա է իրական և ռեալ կյանքը հավատացյալ մարդու, գործ առաքելոցի կյանքը նրան հավատալով գնալ և մարդկանց բերել դեպի եկեղեցի, փրկության տուն։ Այն պտուղները, որ Աստված պատրաստել է, մեզ են սպասում։ Մենք ենք այն մարդիկ, որ պիտի հավաքենք Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի շնորհքով, որ ամեն մեկիս տվել է հրաշալի հնարավորություն, տաղանդ, շնորհք, որպեսզի նրանք նրա փառքի համար ծառայեցվենք։ Շնորհակալ ենք Տեր։ Ասում ենք քեզ Հիսուս Քրիստոս Աստված, ահա ես ուզում եմ Տեր, որ իմ կյանքիս մեջ ուշեղացնես այն ավետարանը քարոզելու ցանկությունը և այն իմ հոգու մեջ, իմ սրտի մեջ բարձրացնես ավելին, ոչ թե միայն տապանի ներսում գործենք Տեր, ապա տապանից դուրս այն չփրկված մարդկանց փրկությունը քարոզել, որպեսզի այդ մարդիկ գան դեպի տապանը։ Օրհնիր մեզ Հիսուս Քրիստոսի անունով Տեր, ամեն մեկիս, որպեսզի այս ավետարանը քարոզելու, բարի լուրը տարածելու հորշար սիրտ ունենանք Տեր։ Մեր հոգու մեջ մտածելով այն ինչ որ քո հոգու մեջ ես դու մտածում Աստվածի, շարժիր Աստվածի, շարժողը դու ես Տեր։ Մենք համաձայն ենք, մենք գիտակցում ենք Տեր և որոշում ենք Աստվածի, որ ամեն անգամ մարդկանց կողքին նստելով և ելնելով, որտեղ որ լինենք, դուր մեր բերանին այն խոսքը, դիր մեր սրտի
Աստծո զավակներ, պիտի տարածենք Տիրոջ խոսքը։ Ամեն։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք քո խոսքի համար։ Այս պատգամի համար, այս ավետարանը քարոզելու, գնալու, խոսալու, այս մղումի համար, այս կոչի համար, Տեր, այո, ես ընդունում եմ Հիսուս, եւ ուզում եմ ավելի լինի իմ կյանքի մեջ, Տեր Աստված, նայելով ոչ թե անհարմարությանը, ոչ թե իրավիճակներին, ես չեմ կարողանում գալ, ինձ հարմար չի, ես չեմ կարողանում գործել քեզ համար, այլ ոչ նայելով քո տված փրկությանը, ինչի համար եմ ես այդ ամենը անում, Տեր։ Շնորհակալ եմ Հիսուս, ամրացնում եմ ոտքերը քո ֆեմի վրա, որ երբ որ դժվար օրերի ժամանակ կգան, ինչ-որ խնդիրներ կարողանանք դեմ կանգնել, ինչպես խոսեցինք սպառազինության,